Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թրամփը խաղաղության խորհուրդ ստեղծեց, 2 օր հետո հարձակվեց Իրանի վրա։ Դուք այս պայմաններում Հայաստանին անվտանգային ինչ սպառնալիքներ եք տեսնում։ Որ իրանց վրա հույս տնելու չի, խաղաղություն չկա։ Այսօր իրանք բոլորը բիզնես շահեր են հետապնդում։ Հիմա գիտեք ինչ, մենակ ես չեմ էլի, որպես Հայաստանի մտահոգ քաղաքացի չեմ ասում, նույնիսկ եթե Ամերիկայից, եթե կապեր կան, հարցնեք ընդ բնակիչներին, կասեն, որ ինքը չգիտեմ, խելքը գցած մի հատ մարդ է էլի։ Եթե հարձակվել է խաղաղ բնակիչներ, մեզ նույնն է սպասվում։ Հայաստանի անվտանգությունը կախված է Թուրքիայի եւ ասենք Ադրբեջանի հետ։ Տրամփն էլ նրանց ընկերն է։ Ուրեմն պետք է որ վտանգավոր լինի։ Թեմայով չեմ ուզում խոսամ, կներեք ինձ, հա։ Հայաստանը արդեն 6-7 տարի անվտանգային ռիսկերի տակ է եւ շատ ծանր ռիսկերի տակ է, ինչի մասն է խոսքը։ Կողքի երկրի մեջ պատերազմ է գնում եւ ամեն վարքյան Ադրբեջանի հետ կարող նույն իրավիճակը կրկնվի։ Թե որևէ մեկին թվում է, որ Ադրբեջանը այդ հանգիստ նստած նայելու է, դա այդպես չի։ Մարդիկ զորքը բերել են ռազմական պատրաստության։ Ասում են դա Իրանի դեմ է, շատ բան են ասում։ Բա որ հանգարց Հայաստանի դեմ է լինի։ Հայաստանը պատրաստ է դրան։ Այս պարագայում դեռ չեմ տեսնում, որովհետև Հայաստանը ձգտում է խաղաղության եւ արդեն այդ ճանապարհին է եւ Իրանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է։ Ես այդ սպառնալիքը դեռ չեմ տեսնում։ Վտանգները շատ լուրջ են, առաջերտին են, որ արդեն մեր սիրելի հարևան Ադրբեջանը, եթե հավատանք նորությունները իրար մերժ են, մեկ հայտարարում, մեկ հերքվում է նույն ձև, նույն հաջողությամբ։ Համենայն դեպս ունենք մաս-մեդիայից ինֆորմացիա, որ եւ մասնավոր ռազմական ընկերությունների, այսպես ասած, չվեկաների մակարդակով եւ կանոնավոր բանակի մակարդակով համար մեկ ռազմական պատրաստվածություն է հայտարարվել եւ խոսակցություններ կա, որ պետք է մասնակցի ընդդեմ միջև ցամաքային օպերացիային իր կողմից օգնելով ԱՄՆ-Իսրայել տանդեմին։ Մեր համար վտանգային է, որ այդ երկիրը արդեն համար մեկ ռազմական պատրաստվածություն է, երբ որ մենք ոչ մի բանի պատրաստ չենք։ Այսինքն այդ համաշխարհային աղմուկ աղաղակի տակ Աստված ոչ անի, չեմ ուզում արդեն մտածեմ ինչ կարա լինի, ինչ քայլերի կարա գնա Ադրբեջանը։ Համենայնպես եթե քո հարևան երկիրը կապ չունի ինչքան էլ քեզանից թվացյալ հերու գործերում է մասնակցում ռազմական, բայց իրականում գլոբալ աշխարհում դա մեր քթների տակ է, առնվազն նույն ձև համար մեկ պատրաստվածություն էլ մեր մոտ պետք է լինի, ես այդպես եմ տեսնում։ Շատ սպառնալիք եմ տեսնում, թե Տրամփի կողմից, թե Թուրքիայից, թե Ադրբեջանից, բայց դուք եկեք գիտեք ինչ անենք, ոչ թե խոսենք, այլ գործենք։ Եկեք համեք զգոնյա մի 5-6 մարդ բան անենք, որը ապոզիցիային ձայնը տա, որ տեսնանք ինչ է դառնում մեր երկիրը։ Այդ փախստականների տարբերակը ավելի վտանգավոր է, որտեղ կարող է դառնանք вообще փոքրամասնություն մեր երկրում, դա լավ վախենալու։ Չեմ կարծում, ուզում եմ մտածեմ, որ չի լինի տենց բան, պատերազմ։ Սուտկե Ալիևը այդքան էլ հիմար մարդ չի էլի։ Չեմ կարծում։ Բայց կա վտանգը իհարկե։ Անվտանգային պայմաններ ես չեմ տեսնում։ Իսրայելը, ինչպես գիտեք, ունի միջուկային զենք, որը պաշտոնապես չի հայտարարվում աշխարհում։ Սարյակ դեպքում, եթե միջուկային զենք օգտագործի Իսրայելը, մենք վտանգի մեջ ենք բնականաբար։ Թեկուզ միջուկային զենքը չօգտագործի, այս պատերազմը եթե տարածվեց, ավելի գլոբալ բնույթ կրեց, մենք միշտ էլ վտանգավոր գոտում ենք։ Հարավային Կովկասում երևի ամենաանպաշտպանվածը Հայաստանն է, որ ուներ դաշնակիցներ, որ բոլորն է դավաճանեցին Հայաստանին։ Հայաստանի անվտանգությունը միայն ուժեղ բանակ ունենալու մեջն է, որ մենք չենք մտածել ՍՍՄ փլուզումից հետո մենք ուժեղ բանակ չունեցանք, անընդհատ թալանեցին, կեղեքեցին, հայրենասիրություն գոռացին, բայց դավաճանեցին ու թալանեցին պետությունը։ Այսքանը։